Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Պարոն Խոջյան, թվեր հնչեցրեցիք, որ բավականին մեծ ծախսեր է իրականացվել գյուղատնտեսության ոլորտում, բայց ընդհանրապես կարողացել եք 1.6%-ի աճ ապահովեք, էլ չեք բացում, որ իմանանք ինչի հաշվին է, էլի։ Դա ընդհանրապես ծաղկի արտահանման եւ կոնյակի սպիրտի արտահանման կամ կոնյակի արտահանման հաշվին է։ Հողօգտագործման բնագավառով եւ անասնապահության ոլորտում անգամներով նվազում ունեք։ Անգամներով։ Եվ գաղտնիք չէ, որ ցանկատարածությունները հեկտարներով կրճատվել են։ Դուք ընդդեմ ձեր զեկույցում ասում եք, որ անասնապահության աճ է գրանցվել։ Արդյոք դա իրականություն է։ Դուք եղել եք մարզերում։ Անասնագլխականակի աճը անգամներով անասնագլխականակ անգամներով նվազել է։ Եվ ստեղ ասում եք 195,000 անասուններ համարակալվել է, չեք վերցրել դա նախկինում ներկայի տարբերություն ինչքան է անասնագլխականակի տարբերության։ Այսինքն պետական միջոցները դրել եք այդտեղ, արդյունքը 0 է եղել, ես այդպես եմ գնահատում աշխատանքը, որտեղ գյուղատնտեսության մեջ մեծ հաշվով փող եք դրել, բայց ոչինչ չի ավելացել այդտեղ։ Սա մեկ եւ երկրորդը մեր հանձնաժողովներում բազմաթիվ անգամ եւ եւս մեկ անգամ հարց բարձրացվեց, որ անասուններին պատվաստման խնդիր ենք դրել, այսօր բրոցիլոզը վարդերի տարածաշրջանում վխտում է։ Գաղտնիք չէ։ Եվ ինչն է խնդիրը, բազմաթիվ ահազանգեր կան, որտեղ որ անգամ անասնապահները, ովքեր զբաղվում են իրենց անասունների պահելով, իրենց սեփական միջոցներով փորձում են կրկնակի փորձաքննություն իրականացնեն։ Լաբորատորիաները չեն վերցնում, դուք ծանոթ եք այդ խնդրին։ Այսինքն այնտեղ մի անգամ նմուշարությունը գնաց 15-օրյա ժամկետ է, թե բացը որ կա, օպերատիվ չէ, 15-օրյա ընթացքում այդ վարակված անասունը, քանի եւս անասուն կվարակի, սա մեկ եւ քանի որ շատ հարցերում կասկած կա, այդ մարդիկ ասում են մենք շնաց պետությունը փողը դրել է բռնկումների հետ կապված, ասում են մեր ֆինանսական միջոցներով թույլ տվեք կրկնակի փորձաքննություն անցկացնենք, լաբորատորիաները եւ պատկան մարմինները արգելում են, փաստերով ես կարող եմ ասել իմ ասածները, կրկնակի փորձաքննություն չեն անցկացնում։ Սա երկրորդ հարցը եւ երրորդ հարցը նույն այդ կարգ տարման խնդիրը նաեւ Գեղարքունիքի լիճ կամայքում է։ Պարոն Խոջյան, ինչքան էլ փորձեք ասել, որ ակակարգտային ցանցեր ենք ստեղծում, չգիտեմ, ապովագրական կա արձանագրված փաստ։ Ինչ ուզում ալի, կա կարկուտ, կա վնասի պատճառներ, հետևանքներ, դուժած օգտագործողներ գյուղատնտեսներ, ինչ եք նախատեսում, հստակ ասեք, տալու եք այդ մարդկանց փոխհատուցում, թե չէ, մնացածները ընթացքի մեջ են, վերանայելու են, ապովագրական գործողություն բաները, կազմակերպությունները իրենց գործառույթներ իրականացրել են, չեն իրականացրել, այսօր էդի գյուղացուն քիչ է հետաքրքրում։ Գյուղացու ապրանքը, պարոն Ղազարյան, ավարտում եմ, պարոն Ղալումյան։ Այսինքն լիճ կամայքի մի հատվածում ճանապարհի հատվածում 70 եւ ավել տոկոս կարկուտ ամբողջությամբ սրբել այդ մարդկանց ֆինանսապես օգնել եք, թե չէ, հարցը պետք է ստակ պատասխանվի, թե չէ, sense կողքերով գալով դա պատասխան չի։ Ընտրեմ պարոն Խոջյան։ Պարոն Ղազարյան, ինձ թվում է արդեն երրորդ անգամ կարկուտի վերաբերյալ խոսելը մի քիչ ավելորդ եմ համարում։ Ես ձեզ ասացի, որ այդ բոլոր վնասի գնահատումները իրականացվել են, ընդհանուր հաշվարկի եւ աջակցության մեխանիզմները որոշակի մոդելներ հաշվարկված են, քանի որ կարկուտը դեռ շարունակական է եւ կարկուտի ռիսկը դեռ չի ավարտվել, անհրաժեշտ է որպեսզի մենք ունենանք ամբողջական պատկեր հանրապետությունում, որպեսզի այն մեխանիզմը, որը որ կիրառենք, բոլորի համար կիրառելի լինի եւ ընդունելի լինի։ Սա մեկ։ Ինչ վերաբերվում է արտադրությանը, դուք ասացիք ծաղիկի արտադրություն, դուք ասեք արտահանում, ծաղիկի արտահանում ասացիք, ես եկեք եւ ասի կոնյակի արտահանում, եկեք ես էմոցիոնալ դաշտից հետ գանք թվային դաշտ, որտեղ որ նշեմ, որ 2024 թվականին արտահանվել է 144,540 տոննա միրգ բանջարեղեն։ Հայաստանից արտահանվել է 2023 թվականին արտահանվել էր 133,302 տոննա։ Ինչ վերաբերում է ծաղկի արտահանումը, ճիշտ է, ծաղկի արտահանումը նույնպես ավելացել է։ Ծաղկի արտահանումը առանձին ենք հաշվել, եւ ծաղկի արտահանումը, եթե 2023 թվականին արտահանվել էր 11,7 տոննա, ապա 2024 թվականին արտահանվել է 565 տոննա։ Այո, շատ ջերմոցային տնտեսությունները նաև ծաղկի արտահանմամբ են սկսել զբաղվել, բայց դա չի նշանակում, որ միրգ բանջարեղենի արտահանումը նվազել է կամ դա միայն ծաղկի արտահանման արդյունքում է եղել։ Ինչ վերաբերվում է մեր ագրովերամշակման ապրանքների արտահանմանը, դուք նշեցիք, դա միայն կոնյակն է արտահանվում։
Այդպես չէ, 2024 թվականին, եթե մենք խոսում ենք կոնյակի սպիրտի արտահանման մասին, ապա այն նվազել է, 96% է կազմում 2023 թվականի համեմատ։ Եթե մենք խոսում ենք շշալցված կոնյակի արտահանման մասին, ապա այն աճել է, 6% է կազմում, քանակական առումով եմ ես ասում։ Իսկ ընդհանուր առմամբ ագրոպարենային ապրանքների բոլոր կատեգորիաներով, բացի ջրի արտադրությունից, գրեթե բոլոր կատեգորիաներով աճ է նկատվել եւ ընդհանուր համախառն աճը, եթե ես արձանագրեմ, ապա քանակական եւ դրամային աճը կազմել է ընդհանուր առմամբ 14%։ Չիրը, որը որ կազմել է 2023 թվականի նկատմամբ շուրջ 27% քանակական նվազում է եղել, այդտեղ այլ ուշագրավ տեղեկատվություն կա, որտեղ որ քանակական նվազում եղել է, բայց գնային առումով 60% աճ է եղել։ Դա նշանակում է, որ մենք ավելի պրեմիում կատեգորիայի չիր ենք արտահանել, որը ավելի մեծ եկամտաբերություն է ունեցել։ Ինչ վերաբերում է անասնաբուծության ոլորտի հարցերին, ես խնդրեմ ուղղակի իմ գործընկերը արձագանքի, քանի որ ձեր նշած բոլոր հարցերն էլ կարևոր են, էլի, Բրուցելոզի հետ կապված։ Խնդրեմ արձագանքի, պարոն Ղազարյան։ Պարոն Խոջյան, մեծ հաշվով այդ թվերը, որ հնչեցնում եք, կա վերջում իտոգ, ընդհանուր գումարային տոկոսային տեսքով 1.6% է այդ աճը գյուղատնտեսության։ Այո, պարոն Ղազարյան, Եվ ավարտեմ, էլի։ Պարոն Խոջյան, ավարտին։ Ցորենի ցանքատարածությունները, որը մեր պարենային անվտանգության խնդիրն է լուծում, չկա, անգամներով պակաս է։ Կարտոֆիլի մշակումը չկա, կաղամբի մշակումը չկա, արվույտի մնացածը չկա։ Սրա մասին է, ճիրը թանկացել է, մարդուն զոլակարծու ճիրի գործը ինչ հետաքրքրում իրան, հետաքրքրում է իր տեղի ապրանքի խնդիրը։ Դուք պետք է ոլորտը ընդհանուր կարողանա կարգավորել։ Մենակ չերով ու կոնյակով ու ծաղիկով Արտենիսիում կամ Արտուն տարածաշրջանի գյուղացու օգտագործի խնդիրը չի լուծում կամ անասնապահի։ Համաչափ զարգացում պետք է իրականացվի տարածքներում, որպեսզի բոլոր գյուղատնտեսությամբ զբաղվող օգտագործողները կարողանան պատշաճ եւ արժանագույն իրենց հողերը մշակեն ու ապրեն բարեկեցիկ։ Էս է խնդիրը, թե չէ թվերը կնչեցնում եք 1.6%-ը ինչ ցուցանիշ է գյուղատնտեսության մեջ, այդքան էլ փող եք դեր այդտեղ միլիարդներով։ Խնդրեմ, պարոն Խոջյան։ Պարոն Ղազարյան, ընդհանուր առմամբ կարող եմ ասել, որ մեր եւ ձեր մոտեցումները եւ ցանկությունները նույնական են։ Ամբողջ Հայաստանի Հանրապետությունում համաչափ զարգացում, որպեսզի բոլոր բնակավայրերում այդ զարգացումը համաչափ տեղի ունենա։ Անկախ նրանից սահմանամերձ բնակավայր է, մի փոքր քաղաքային բնակավայրերից մի փոքր ավելի շատ հեռու գտնվող բնակավայրեր, թե մոտ գտնվող բնակավայրեր, համաչափ զարգացումը մեր ընդհանուր քաղաքականության եւ առաջնահերթությունների մեջ է գտնվում եւ այդ է պատճառը, որ կառավարությունը այսօր մեծ ծավալի սուբվենցիոն ծրագրեր իրականացնում, իմ գործընկերները հաջորդիվ կներկայացնեն դրա մասին, բայց ինչ վերաբերում է, որ դուք ասում եք կարտոֆիլի ցանքատարածություններ, արտադրություն, մենք 2024 թվական 337,000 տոննա կարտոֆիլ ենք արտադրել եւ 2024 թվականին կարտոֆիլի արտահանումը, եթե չեմ սխալվում, ընդհանուր կազմել է շուրջ 15,000 տոննա։ Եթե մենք 14,000 տոննայի շրջանակում, եթե մենք Պարոն Ղազարյան, խնդրում եմ թույլ տվեք խոսալ։ 2023 թվականին ենք համեմատում, 1300 տոննա է եղել կարտոֆիլի արտահանումը, 2024-ին նույնիսկ արտահանել ենք։ Դա նշանակում է, որ դա բավարարում է եւ տեղական սպառմանը եւ նույնիսկ մենք արտահանում ենք եւ այս տարի կարտոֆիլի արտահանումը նույնպես շարունակվում է։ Ընդհանուր առմամբ այսօրվա դրությամբ արդեն 4000 տոննայի կարտոֆիլ է արտահանվել։ Պարոն Ղազարյան, խանգարում եք է։ Ինչքանա բերվել, ես կարող եմ հարցը տվել արձագանք տվել, ինչ ասել, որ Պարոն Ղազարյան, խնդրում եմ թույլ տվեք խոսա։ Մեկ ուղղակի ամփոփիչ մի բան, պարոն Ղազարյան, ասեմ, որ դուք ինձ հետ համակարծիք եք, որ գյուղատնտեսության ոլորտում, երբ որ դուք ծառը տնկեցիք, առնվազն պետք է 3-ից 4 տարի, որպեսզի նա բերք տա։ Եվ գյուղատնտեսության ոլորտում այդպես չի, որ այսօրվա դրված գումարը հատկապես երբ որ մենք խոսում ենք այն գումարների մասին, որոնք որ կապիտալ ծախսեր են, այսօրվա դրված գումարը հենց վաղը ձեզ բերի այն բերքը։ Մենք ստեղծում ենք այն կայուն հիմնական համակարգը, որը որ հնարավորություն կտա բերել այն կայուն զարգացումը։ Շնորհակալություն։ Խնդրեմ, պարոն Կարապետյան։ Տիկին Սարգսյանը կարող է բանոսել։ Պարոն Կարապետյանի հարցից հետո կանդրադառնանք, հա, պարոն Դանել։ Խնդրեմ։ Պարոն Խոջյան, ուզում էի հետաքրքրվել համայնքային հողերի առու վաճառքների դադարեցման վերականգնման մասին, որովհետև
հենց էկոնոմիկայի նախարարության ծրագրով հաստատված ջերմատների կոնկրետ դեպքեր կան էլի, որ մի քանի հողակտորները պետք է մեծացնեն, միացնեն իրար, արանքում ասենք կա 5 քառակուսի մետր համայնքային հող, որի պատճառով այդ ամբողջ ծրագիրը արդեն ամիսներով դադարած է։ Խնդրեմ այս մասով եթե կա տեղեկատվություն։ Խնդրեմ պարոն Խոջյան։ Պարոն Կարապետյան, ձեր թույլտվությամբ պարոն Խուդատյանը այս հարցին կանրադառնա իր ելույթում։ Եթե չեմ սխալվում, վերականգնված է, բայց պարոն Խոդացյանի հարցը կտակ։ Խնդրեմ Տիկին Սարգսյան, մեր գործընկերների հարցի մասով կարճ անդրադարձ, հա։